Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականությամբ, սա բիզնեսն է Մանթաշյանցի հետ, Վարամ Միրաքյանը, նախագահն եւ մեր հաղորդավարը, հաղորդման հեղինակը։ Առաջին խոսափողի մոտ է Դավիթ Խումարյանն եմ ես, երկրորդ խոսափողի մոտ եմ այսօր շատ հետաքրքիր ու նուրբ թեմա ենք քննարկելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ երևի թե այդ հարցը բոլոր տեսանկյուններից քննարկվում է հասարակության մեջ, բացի երևի թե գործարարության ոլորտից, ես օրինակ նմանատիպ քննարկումներ չեմ լսել։ Ինչպիսի քննարկումներ որ ասես։ Թե ոնց առաջի հերթին մենք փորձենք մոնետիզացնել Սփյուռքը, այսինքն այդ Սփյուռք գոյությունը եւ ամրապնդենք բիզնես կապերը Հայաստանի եւ Սփյուռքի դեպի տնտեսական կառույցի էլի ոնց որ Սփյուռքը ոնց մշակութայինից անցկացնենք տնտեսական կառույցի։ Սփյուռքի հետ հարցերը ընդհանուր առմամբ վերջի տարիներին էլ ավելի բարդացել են, անհասկանալի են դարձել, բայց ինձ թվում է որ գործարարությունը այն ոլորտն է, որ առավել եւս սահմաններ չի ճանաչում եւ քաղաքական նախասիրություններ էլ մեծ հաշվով չի ճանաչում, այսինքն կապ չունի թե դու ինչ տեսակետ ունես, եթե Սփյուռքին գանք, ապա դաշնակցական ես, հնչակյան ես, թե ռամկավարազատական կուսակցության ներկայացուցիչ ես, ոնց ես վերաբերվում գործող իշխանություններին Հայաստանի, մեծ հաշվով տարբերություն չկա այս պարագայում։ Ես չեմ հանդիպես այդպիսի դիսկուրսի, թե ոնց Սփյուռքը մշակութային ենթակառուցվածքից վերածել տնտեսականի չեմ հանդիպել Սփյուռքի նպատակ բանի մասին մեկ հանդիպում ենք ցավոք սրտի շատ հազվադեպ բայց մենք այդպես Սփյուռքի իմաստավորման մեծ ոնց որ խնդրի առաջ են կանգնած հիմա մի քանի պատճառներով պատճառ համար 1 որը սկսվել է 1991 թվականից դա պետության գոյությունն է, որտեղ Սփյուռքը երկու նախապայման ուներ, ինչպես մեր հյուրը ասաց Լևոն Աֆյանը նախորդ անգամ ասաց, ցեղասպանության ճանաչում, ազատ անկախ Հայաստան։ Հիմա ազատ անկախ Հայաստանը եղավ, ցեղասպանության ճանաչումը ըստ էության ստացվում է։ Այո, մեծամասամբ աշխարհի մեծ մաս երկրներ ընդունել են եւ այլն, հարցը այն է, որ հետո հարցն չէ, մենք ասում ենք Ամերիկայի նախագահն ասի եւ այլն, ասաց, հետո Չէ, այսինքն այդ դիսկուրսը կա, բայց ըստ դրա բովանդակություն չի ստանում։ Իմ կարծիքով պետք է մենք վերաիմաստավորման մեջ կարևոր կետը տնտեսական ֆունկցիոնալ նշանակություն ավելացնենք։ Երբ որ Սփյուռքը հիմա մենք ավելի շատ մշակութային ենք, չէ, հավաքվում են հայկական պարեր, հայկական եկեղեցի, հայկական տոներ, հայկական, չգիտեմ, ազգային տարբեր միջոցառումներ եւ այլն բարեգործություններ եւ այլն մենք ավելի շատ մշակութային կառույց ենք բայց եթե ուզում եք Սփյուռքը մնա կարևոր որ մշակութային կառույցից վերածվենք նաեւ տնտեսական էկոհամակարգի տնտեսական ենթակառուցվածքի տնտեսական ինստիտուտի այսինքն մեր ամբողջ Սփյուռքը միավորենք մեկ տնտեսական ենթակառուցվածքի մեջ ու ինքը կդառնա աշխարհի ամենա ուժեղ էկոհամակարգից մեկը տնտեսական էկոհամակարգից մեկը ինչու որտեղ մենք ծորված ենք ամբողջ աշխարհում կարևոր տնտեսական կենտրոններում եւ երկրորդ մենք միջինում տնտեսական բաղկացած է մեր Սփյուռքում կան շատ տնտեսական հաջողության հասած անձեր հիմա այսինքն երբ որ այդ մենք գանք դրան որ Սփյուռքը բացի մշակութայինից նաեւ տնտեսական ֆունկցիոնալություն ունենա այդ ժամանակ արդեն հայկական Սփյուռքին միանալու կամ որոշում կայացնելով ես հայ եմ կամ ոչ, դա ոչ միայն էմոցիոնալ որոշում է լինելու կամ ելնելով պապերից կամ չգիտեմ պապիքս ծեծում էր ասում էր մենակ հայերեն խոսած եւ այլն, այլ նաեւ տրամաբանական ֆունկցիոնալ նշանակություն ունենալու, այսինքն մեր հայրենակիցները նաեւ տրամաբանական որոշում են կայացնելու լինել հայ, քանի որ դրա հետևում կա տնտեսական որոշակի հետևանքներ, տնտեսական արդյունավետություն, տնտեսական հաջողություն եւ այլն ու այդ բերելու նրան որ նաեւ հայ լինելու ֆունկցիոնալ նշանակության դերն է մեծանալու մենակ էմոցիոնալ եւ մշակութային չի լինելու այսինքն դա հնարավորություն է տալու ինչ որ չափով միանալ ընդհանուր համահայկական ռեսուրսներին եւ դնել այդ ռեսուրսները ավելացնել եւ այդ ռեսուրսներից նաեւ օգտվել այո ու այդ ռեսուրսները մեծացնել ամենակարևոր կետը դա մենք ունենք այդ տնտեսական ռեսուրսը մենք ունենք բանը չէ ասում են հայերի հիմնական ռեսուրսը հայրն են չէ համաձայն են որ հայերի հիմնական ռեսուրսը հայրն են բայց հայերի հիմնական ռեսուրսը այդ հայերին իրար կապելն է այսինքն հայերը մենակ բավարար չեն որպես ռեսուրս լինելու համար մենք նաեւ պետքա ինստիտուտներ եւ տարբերակներ գտնենք այդ մարդկանց իրար հետ կապելու համար դրա համար ոնց որ հայկական հիմնական չօգտագործած ռեսուրսը դա հայկական հայերի միջև կապեր ստեղծելն է ու վստահության մթնոլորտի ձևավորումն է այդ որը որ վստահությունը ռեալ տնտեսական էֆեկտներ ունեցող երևույթ է այսինքն աբստրակտ հասկացություն չի վստահությունը ռեալ տնտեսական հետևանքների բերող
վարքային դրսևորում է, որը որ կարևոր է նաև որպես ինստիտուտ վստահությունը զարգացնել համայնքների միջև։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ երբ զրուցում ենք, դեռ էլ չէ, օրինակ մշտական դիալոգ կա, ինչ որ մի ստարտափի մասին են խոսում, ասում են սա հայկական ստարտափ է, ու փորձում ես հասկանալ, էլի, այսինքն մենք ոնց ենք բանաձևում, արդյոք է ստարտափը հայկական է, թե հայկական չի, որովհետև ստարտափների մեծ մասը դրանք Սան Ֆրանցիսկոյում գրանցված ընկերություններ են, որովհետև ոնց որ թե աշխարհի կենտրոնը ստարտափների Սան Ֆրանցիսկոն է, մենք ոնց ենք հաշվում, ինքն չի հայկական, որովհետև սեփականատերերը հայեր են, դրանով է հայկական, թե որովհետև արմատներով թիմն է ստեղ, դրա համար է հայկական։ Այդ հարցը երևի բիզնեսում էլ կա, այսինքն երբ մենք հայկական բիզնես ենք ասում ընդհանուր առմամբ, ինչը նկատի ունենք, այսինքն որն է կարևոր նախադրյալը, որ մենք համարենք, որ այս բիզնեսը, այս ձեռնարկությունը հայկական է, ասես։ Այդ դիսկուրսը այս վերջերս մենք արեցինք, տենց էլ ոնց որ ընդհանուր եզրահանգման չեկանք, որն է համարվում հայկական, որ Հայաստանում է աշխատում, հիմնադիրները հայ չեն, որ Հայաստանից դուրս է աշխատում, հիմնադիրները հայ են, որ made in Armenia է, թե made in USA է, բայց հիմնադիրները հայ են եւ այլն, այսինքն դիսկուրս կա, ու որը կարելի է համարել հայկական, ինձ թվում է հայկական կարելի է անել համարել են, որը որ որևէ ֆունկցիոնալ նշանակություն ունի հայկականության համար։ Այսինքն դա կլինի, չգիտեմ, Սփյուռքում, դա կլինի Հայաստանում, դա կլինի արտասահմանում, բայց ինքը ոնց որ ընդհանուր մի միսիայի եւ գաղափարի շուրջ է ոնց որ միավորվում, էլի, երբ որ մի միսիայի շուրջ է միավորվում, միսիան է հայկականության աջակցությունը, հայկական պետության ուժեղացումը, հայկական, չգիտեմ, համայնքների ուժեղացումը եւ այլն, այդ դեպքում այդ կարելի համարել սա հայկական ձեռնարկություն է։ Հիմա կարող է այդ ընկերությունը բացվի, ասենք, չգիտեմ, Լիոնում, հիմնադիրները հայ, այնտեղ ձուկ աճեցնեն ու վաճառեն, հա, բայց նաև կարևոր նպատակը լինի իրենց համար, որ օգնեն հայկական պետությանը, դրա համար այնտեղ փորձեն ընկերության մասնաճյուղ բացեն Հայաստանում, փորձեն աջակցել տեղի եկեղեցուն, փորձեն աջակցել տեղի դպրոցին եւ այլն, այդ կարելի ասել հայկական, որտեղ ընդհանուր նույն միսիայի շրջանակներում է գործում, միսիայի սահմաններում է գործում։ Վարամ, իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքը երբեք չի դիտարկել որպես հայկական բիզնես միջավայրի գործընկեր միջավայր, այսինքն մենք ոնց ենք Սփյուռքին մոտեցել, որ կա Հայաստան համահայկական հիմնադրամը ու իրականում փառք ու պատիվ են մարդկանց, ովքեր որ փող են ուղարկել համահայկական հիմնադրամ, մենք ինչքան էլ խոսենք, համահայկական հիմնադրամը իրականում մեծ գործեր ունի արած, մեծ պրոյեկտներ ունի արած եւ շատ շնորհակալություն բոլոր այդ մարդկանց, ովքեր որ դա արել են, թե Հայաստանում, թե դոնորները Հայաստանից, թե դոնորները Հայաստանից դուրս, մարդիկ իրանցից կտրել տվել են, բայց այդ կապը ստեղծելու խնդիրը կարծես թե պետությունը չի ունեցել, այսինքն ինքը Սփյուռքին ասել է եկեք հանգստացեք, խորվիրապ գնացեք, շուտ բարեգործություններ արեք տարին մեկ մարաթոններին եւ ցույց թե այդքանը։ Հա, ֆունկցիոնալ նշանակությունը պետությունը չի դիտարկում Սփյուռքի, այսինքն որ իր, չգիտեմ, իր երրորդ ձեռքն է, չէ՞, պետությունը երկու ձեռք, երրորդ ձեռքն էլ Սփյուռքն է, ըստեյության երրորդ ձեռքը չի, երրորդն է, չորրորդն է, հինգերորդն է, 10-րդն է, այսինքն եթե պետությունը երկու ձեռք ունի, ինքը մի ձեռք չի, էլի Սփյուռքը, այսինքն չի կարելի երրորդը նայել։ Հա, եթե պետությունը երկու ձեռք ունի, Սփյուռքը 20 ձեռք ունի, եւ կապերով, եւ հնարավորություններով, եւ ֆինանսներով ու բաներ կա, որ ֆինանսներով չես կարող հասնես։ Այսինքն նույն Սփյուռքի այն ենթակառուցվածքը ինչ որ ունենք, տարբեր քաղաքներում մասնաճյուղեր, որտեղ որ հավաքվում են հայկական համայնքը, չգիտեմ, հավաքում են եկեղեցու շուրջ, եկեղեցուն կից ինչ որ տարբեր կառույցներին եւ այլն, այդ ենթակառուցվածք ստեղծելու համար մենակ փողը բավարար չի։ Այդ ենթակառուցվածք ստեղծելու համար պետք են առաջնորդներ, լիդերներ, պետք է ժամանակ, բավական շատ եւ այլն։ Մենք ունենք հսկայական ենթակառուցվածք, որը տարիներով, տասնամյակներով շատ հայ ազգի լիդերներ ու գործարարներ ու չգիտեմ հոգեվորականներ եւ այլն տարբեր ոլորտից ներդրում են արել ստեղծել այդ ենթակառուցվածքը։ Մեր խնդիրը օգտվել այդ ենթակառուցվածքից։ Որոնք մեծաշով պատրաստ են պետության հետ կիսվելու այդ ենթակառուցվածքով, պետության հետ, հա, այդտեղ մի քիչ խնդիր կա ինձ թվում է նաեւ իրենց կողմից, որտեղ իրենք պետությունը շատ դեպքերում ուզում են դիտարկել որպես բան, դիտարկել որպես այտենց կառույց, որ իրենք միշտ պետք է օգնեն։ Հա, բայց պետությունը էլ միակ հայկական ազգային կառույցն է, որը ուժի կիրառման իրավունք ունի, չէ՞, հետեւաբար իշխանություն ունի։ Բավական մեծ կիրառման մոնոպոլիա ունի, հա, ու այդտեղ բանա դա առաջանում, այդտեղ կոնֆլիկտ է առաջանում, ժամանակ, քանի որ ոնց որ միշտ իրենք Հայաստանը դիտարկել են որպես հատկապես 90-ականներից, բան եւ որ սկսվեց որպես ինչ որ մի նորածին թույլ բալիկ, որին պետք է օգնել ու հանկարծ բարձրանում որ պետությունը չէ, էլի, այտենց այդքան էլ նորածին չի, ուտեղ կոնֆլիկտ է առաջանում, անում այդ ունենք այդ խնդիրը գլոբալ։ Ու մենք նաեւ չունենք ձևակերպած թե որն է մեր
նպատակը սպյուրտի է, հիմա որ բանը դուրս եկավ նույն Լևոն Աֆեյան լավ բան ասաց, ասես պետություն պետք է դառնա որպես նպատակ ուժեղ պետություն։ Դին դուրս եկավ, չէ՞։ Սպյուրտից նպատակ ցեղասպանության ճանաչումը դուրս եկավ, այսքանը որ ճանաչվում է, ֆունկցիոնալ նշանակություն չկա, այդ թվում նաև սպյուրտի կողմից ձևակերպած ֆունկցիոնալ նշանակություն չկա, այսինքն որևէ սպյուրտի ներկայացուցիչ չի ասում, ահա ցեղասպանություն ճանաչվի 100 պետության կողմից, դրանից հետո մենք Թուրքիայից կստանանք $10 միլիարդ կամ $1 միլիարդ, որտեղ այդ կլներ ֆունկցիոնալ նշանակությունն է, չէ՞, բայց ֆունկցիոնալ որևէ մեկ չի ձևակերպել դա, ու չկա էլ հասնելու, այսինքն աբստրակտ բան է, էլի ոնց որ ավելի շատ արտարության հատուցման աբստրակտ ինչ-որ հասկացություն է ցեղասպանությունը։ Հա, բարոյական, բարոյահոգեբանական հարց է։ Հա, հարց է, հա, բայց նաև ինչ-որ առումով հնարավոր է ապագայում զսպել տեսանկյունից, բայց ոնց որ տեսանք մենք 20 թվականի պատերազմում այդքան էլ չզսպեց այդ ամեն ինչը կան տեղահանոցը, որտեղ ըստ էության ցեղասպանության շարունակություն է, չէ, էթնիկ խմբին զտեցին այնտեղ մի մասը պատերազմով, ուժի կիրառման իրավունքով, հետո պայմաններ ստեղծելով, որ մարդիկ սովի եւ այլն իրենց մարդկանց սպանեցին եւ տեղահանեցին ազգային պատկանելությունից ելնելով։ Հա, ու դասական այդ բանը գենա Ցիլի այո, իրավական ձևակերպումը որ կա, ինքը համապատասխանում է։ Հա, բայց որևէ հետևանք չունեցավ, այսինքն մենք նույնիսկ այն որ ամբողջ աշխարհով ասում ենք ցեղասպանություն չկարողացանք նաև դրա բերել նրան, որ դրա հետևանքով չկրկնվի։ Այսինքն ֆունկցիոնալ նշանակություն չի աշխատում այդ։ Ուրեմն կամ մենք ինչ-որ ձև սխալ ուղղությամբ ենք գնում, կամ պետք է փոխել մեր գաղափարը, կամ պետք է գնալ ուրիշ ուղղությամբ, էլի, այսինքն այդ ուղղություններից մեկը ուժեղ պետություն ունենալն է։ Մեր հիմնական բանը կամ հիմնական ուղղությունը պետք է լինի ուժեղ պետությունը, որը որ այս դեպքում արդեն սպյուրտի կառույցներում տես փոթորիկ է առաջացնում, ինչու, որովհետև սպյուրտի կառույցներից շատերը այստեղ քաղաքական նպատակներ ունեն, ու այդ քաղաքական նպատակներից ելնելով իրենց համար ուժեղ պետություն տարբեր բաներ են։ Հա, օրինակ իրենց որոշ կառույցների համար ուժեղ պետությունն է, երբ որ իրենց կուսակցությունը պետության ղեկին է նստած, էլի, հա։ Ղեկավարում է պետությունը։ Մենակ այդ ժամանակ է ուժեղ դա։ Հա, ոչինչ որ այդ ժամանակ երբ որ ղեկավարում է տնտեսությունը անկում աղատրում, պետությունը թուլանում է, ամնավատ շրջանն է մեր պետության զարգացման եւ այլն։ Գալու իրեն քաղաքական իշխանություն ունեն, ուրեմն համարվում է, որ բանը պետությունը պետք է ուժեղանա, հա։ Այսինքն այդտեղ էլ խնդիր է առաջանում, որովհետեւ այդտեղ ոնց որ կազմակերպությունների ու կառույցների շահերը գերադասվում պետության շահից։ Իմ տպավորությամբ, Արամ, բայց ամեն դեպքում վերջին տասնամյակում երևի թե մենք ականատես ենք լինում ապակուսակցական սփյուռքի ձևավորման։ Կա այդ տենդենսը, նոր սերունդ է գալի, որ այնքան էլ ոնց որ տենց կապված չի կուսակցական ավանդական կուսակցական կառույցների մեջ, որոնց աշխատենք էլի չենք ուզում վերագնահատենք, էլի այդ կառույցներն էլ այդ սփյուռքը պահել են, պահպանել են, զարգացրել են, հայապահպան ահռելի մեծ գործ ունեն, բայց ոնց որ ժամանակ առ ժամանակ խանգարում են զարգացմանը։ Ես չի ասի անկուսակցական սպյուրտի ձևավորում, ես կասեի սպյուրտի կառույցների թուլացում, որտեղ ըստ էության, երբ որ հա նոր սերունդը չի գնում կուսակցականացման, բայց նոր ենթակառուցվածք չի ստեղծում։ Այսինքն այդ նոր սերունդը, որը ծնվում է, ինքը չի ուզում գնա դաշնակցություն կամ ռամկավար եւ այլն, բայց այլընտրանք չի ստեղծում։ Մի հատ այլընտրանք ունենք, ասենք, չգիտեմ AGB-ում, որը էլի տենց հին ստեղծված կառույց է, նոր չի, AGB Young Professionals բանդես տարբեր ուղղություններ կան, որպես ինստիտուցիոնալ, այդ է, բայց ուրիշ ես օրինակ չեմ հիշում տենց համասպյուրքյան որևէ կառույց, որը ձևավորել են այդ ապակուսակցական մեր նոր եկած սերունդը։ Վերջի 15 տարվա։ Հա, այսինքն արդյունքն է ստացվում, որ մեր հին կառույցները սկսում են կորցնել իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, գնալով կորցնելու են, գնալով թուլանալու են, քանի որ կա մի մեծ սերունդ, ասենք 50+ տարեկան մարդկանց, որոնք որ իրենց հիման վրա է պահվում, նույնիսկ որոշ տեղեր 60+, 70+ մարդկանց, իրենց հիման վրա է պահվում այդ սպորտի կառույցները, բայց այդ որոշակի ժամանակում այդ մարդիկ դուրս են գալու, չէ, գործ ֆունկցիոնալ օբյեկտիվ պատճառներով մահանալու են, չգիտեմ, թոշակի են գնալու եւ այլն, իրենց փոխարեն այդ դատարկություն է գալիս, հենց այդ է, որ իրենց այդ մեր ամենամեծ մարտահրավերն է, որ մենք այլընտրանքային սպյուրտի կառույցներ չունենք, հիմա նույն Մանթաշանցը այլընտրանքային կառույցներից մեկն է, որը մենք ձևավորում ենք սպյուրքում, այտենց բավական դժվարությամբ։ Ունենք այդ ամբիցիան լինելու, վարա։ Այսինքն դառնալու փոխարինողը ավանդո, փոխարինողը չէ, ուրիշ ուղղությամբ գնացող։ Մենք ուզում ենք լինենք ամենամեծ տնտեսական էկոհամակարգը հայկական աշխարհի։ Հա, այդ ճանապարհին մեխանիկորեն մենք կարևոր տնտեսական նշանակություն ինստիտուտ պետք է վերածվենք սպյուրտի, էլի, առանց դրա չեն կարող լինենք, էլի, ոնց որ։
հիմա միավորենք էկոհամակարգ հայկական տնտեսական ռեսուրսի հայկական տնտեսական ռեսուրս միավորել մեկ էկոհամակարգում, դա ոնց որ մեր միսիան, բայց ի օգուտ ուժեղացնելու համար պետությունը եւ հայկական համայնքներին, հայկական գործոն աշխարհում մեկ ուժեղացնելու համար։ Հիմա դրա ճանապարհին մեխանիկորեն մենք որպես ինստիտուտ այդպես ենք ձևավորվել, բայց դա քիչ է իրականում, էլի, ասենք նույն սկզբունքով պետք են դպրոցներ զարգանան, նույն սկզբունքով պետք են մշակութային, չգիտեմ, հայկական բարի թեման զարգան, հայկական սպորտի հոմընտմեններ ոնց որ ժամանակին եւ այլն, այսինքն տարբեր հայկական ինչ-որ կառույցներ են պետք ու ամենակարևոր դերը այստեղ եկեղեցումն է։ Եկեղեցուն պետության ամենակարևոր եկեղեցումն է, որտեվ ոնց որ կրոնական ինքնությունը ինքնության պահպանան ամենալավ տարբերակներից մեկն է, ինչ ուզում է լինի, ինքնությունը առանց կրոնականի շատ դժվար է պահպանել։ Ինչ որ կարճ ժամանակ, հետո կորցնում ես դու, էլի, այսինքն նույն Լեհաստանի հայրին հիշենք, չէ՞ որ հենց կաթոլիզմը ընդունեցին 100 տարի հետո էլ հայ չկար այնտեղ Լեհաստանում, չնա 400,000 հայ կար մինչև այդ։ Այսինքն կրոնական ինքնությունը կարևոր է ու դրա համար մեր նաև եկեղեցին պետք է ուժեղանա, բայց կարծում եմ, որ եկեղեցին պետք է վերանայի իր ֆունկցիոնալ նշանակությունը, այսինքն մենք պետք է գնանք նաև ոնց որ ժամանակաշրջանի պահանջներից ելնելով, այսինքն եկեղեցին եթե այս որպես կառույց եկեղեցական մենակ եկեղեցական հարցերով խառնվելով եւ այլն արդյունավետ է եղել 50 տարի առաջ, 60 կամ 100 տարի առաջ, այդ չի նշանակում որ հիմա էլ պետք է արդյունավետ լինի։ Հիմա որոշակի փոփոխություններ են պետք եկեղեցու ֆունկցիոնալ եւ գործնական նշանակության մեջ ու այդ փոփոխությունները պետք է լինի նաեւ եկեղեցու դերը վերաիմաստավորման, որը որ իրականում երևի միակ այն տուպիկային տեղն է, որ ես չեմ տեսնում դիսկուրս, չեմ հասկանում ոնց կարելի է տանել, էլի, չեմ հասկանում ոնց կարելի է, որովհետև շատ պահպանողական կառույց են ու այդպես շատ վախվորած որևէ փոփոխությունների նկատմամբ, որը որոշ շրջան իրենց օգնել է, բայց որոշ շրջանները կարա հենց հակառակտերն ունենան։ Կողմից էլ դե հասկանալի է, հիմա 1700 տարվա կառույց է, տառապանքը փորձ ունի։ բայց հանգստացած էր, բայց հա այդ փակ լինելը բան չլինի, էլի, խնդիրներ չառաջացնի, որովհետև նոր այդ մասն ենք խոսում, ասենք ինչու են հрьяաները որոշել, որ իրենց մայրական կողմից պետք է բանը հաշվեն, որովհետև առաջի, երկրորդ, երրորդ դարերում բանը հռոմեական կայսրության կողմից միշտ կոտորած է եղել բռնաբարություններ իրենց կանանց եւ այլն, ու իրենք այդ մի շրջան կար, ասենք շատ թիվը փոքրացել էր օրինակ հрьяաների կոտորածների արդյունքում ու ասենք 10000 որ կանեք բռնաբարվել են, հետո այդ կանեք երեխաներ ունենան, այսինքն եթե իրենք ու այդ համայնքում էլ տղամարդիկ այլևս չկային, տղամարդկանց բոլոր կոտորել էին, հա, եթե իրենք չընդունեն կանանց կողմից հրեականության փոխանցումը, հա, իրենք էլ չեն, դրան ոնց որ այդ տարբերակով իրենք վերցրել են կանանց կողմից փոփոխություն են արել, որովհետև իսկ մինչև երկրորդ երրորդ դարը կանանց կողմից չէ, տղամարդկանց կողմից եղել, չէ՞ որ ասում ենք բաները, էլի, այս մեկի որդի էս ինչ է եւ այլն, հա, Աբրահամի Իսակի որդի եղել, այսինքն միշտ տղամարդու կողմից եղել, այդ երկրորդ երրորդ դարում փոփոխությունը գնաց, քանի որ կոտորած է եղել ու տղամարդկանց թիվը քչացել է, կանայք բռնաբարությունների արդյունքում երեխեք են ունեցել եւ այլն, նայել են հասկացան, որ չէ, եթե մենք սենց շարունակենք, մենք կվերանանք որպես ասած, փոխելն ասելը չէ, մենք հրեանք, եթե մայրնա գոհերիա վերջում մխվում ես, որոշում ես որպես հրեա, հետո եղավ խաչակրացների ժամանակ, եղավ այդպիսի դեպքեր էլի, միշտ եղել են այդպիսի դեպքեր ու դա պահպանել է իրենց հրեականությունը։ Հիմա բայց նրանք գնում են այդ փոփոխության 1980-ականների 90-ականների մի քանի որոշում են կայացրել, քանի որ հիմա էլ այդ խնդիրը ոնց որ գլոբալ չկա, բայց քանակի խնդիր կա եւ այլն, հիմա գնում են փոփոխության, որը էլի դժվար է գնում, հա, եւ որով հա որոշ պետություն դեռ չի ճանաչում այդ տարբերակ, բայց ամեն դեպքում հիմա ասած ինչ է մեր եկեղեցին պետք է գնա փոփոխություններ, իշքանալ որ 1700 տարի պահպանելը պետք է գնա փոփոխություններ, ու այդ փոփոխություններից մեկը եկեղեցու դերը մենակ կրոնական պետք է չլինի։ Եկեղեցու դերը պետք է նաև ավելի ընդլայնել, իր դերը նշանակությունը պետք է լինի նաև մշակութային, դերը նշանակությունը պետք է լինի կրթական, ոնց որ մենք միշտ եղել ենք կրթական։ Հիմա կա այդ, բայց ավելի կազմակերպված չէ, այսինքն պարտադիր բոլոր եկեղեցիներից պետք է լինի հայկական դպրոց։ Օրինակ հայկական համայնքի բոլոր անդամների կրթությունը պետք է լինի եկեղեցու պարտավորվածությունը։ Օրինակ, էլի, այսինքն այդպեսի ինչ-որ սկզբունքներ են պետք, ու այդ գործի նաև եկեղեցուն պետք է օգնի նաև պետությունը իր հետ, պետությունը պետք է գա օգնի քաղաքական կառույցները, այսինքն վիճակավորները, այսպես ասենք։ Այսինքն կրթության դյուցան նախարարությունը պետք է գա, ասի մենք ուզում ենք բան անենք, էլի բոլոր եկեղեցիներից ունենալ հայկական դպրոց։ Ցավալիորեն հիմա տրենդը բացարձակ հակառակն է գնում, Արամ։ Այս պահին։ Հա, այդ միջիշ տրամբանական չի, միջիշ չէ, էլի, ասենց ասում։ Շատ տրամբանական չէ, էլի, հա։ Բացարձակ տրամաբանական, որտեղ ճշգրամարտիրասեփական եկեղեցուն տենց վերաբերվի, ու բանը ու
այդ նաև եկեղեցու եւ սպորտի թեմայով էլի մի պրիմիտիվ օրինակ բերեմ բանը սպորտի ֆունկցիոնալ նշանակության ուժեղացման տեսանկյունից էլ ինչ դեր կարող է ունենալ որը որ չունի այս բայդուսում հսկայական ռեսուրս է պետության համար որը չի օգտագործվում նույն օրինակ Իսրայելի Մասադը գաղտնի ծառայությունը ինչով նաև բան ուժեղ չէ որտեվ իրենք ունեն այդպիսի երևույթ կոչվում է չեմ հիշում ոնց էր կոչվում այդ երևույթը որ ամեն մի գործակալ պետք է ունենա քաղաքացիական մոտավորապես 20 գործընկեր ում հետ համագործակցում է որոնք որ տարբեր երկրներում են ցագումով հերային եւ իրենք պատրաստ են երկրին օգնել օրինակ մեկն է որ ունի հյուրանոցների ցանց չէ որում ասում են ահա իր գործով դու այդ հյուրանոցների ցանցի գծով ժամանակ առ ժամանակ հարցնեք էսով է կոմոդ եկել դուք ասես ով է եկել օրինակ էլ ինֆորմացիա այդ մարդու մասին կամ կարող է տեսախցիկ տնենք դու նկարես այդ մարդուն եւ այլն տարբեր ինչ որ հարցեր չէ դուք ամեն մի դրա համար նաեւ իրենց գաղտնի ծառայության հզորությունն է դրանով էլի որովհետեւ այդ երևույթը չեմ հիշում ոնց էր կոչվում բայց sense ֆիքսված երևույթ կար անունով կար ամեն մի գործակալ պետք է ունենա իր ցանցը 20 հասկանում եք եթե դու ունես 20 գործակալ պլյուս ունես 20000 մարդ որոնք օգտվում են այդ գործակալներին միանգամից հզորությունը մեծանում է միանգամից դերը մեծանում միանգամից կառույց ուժեղանում է ու այդ համակարգը ստեղծվել է ժամանակին փող չունենալու պատճառով կապեր չունենալու պատճառով եւ այլն որով վիճակում որ մենք հիմա էլ ենք փող չունենք կապեր չունենք եւ այլն բայց եթե օգտվենք այդ ռեսուրսներից նմանատիպ ռեսուրսներից եթե կրկնենք լավ հեծանք տեսնենք ոնց են խելացի մարդիկ արել բայց ցավոք ոնց որ մեր բանը չի պետությունը ամենը մինիմալ կարգով է օգտվում այն հնարավորություններից որը կարող է ունենալ ու կարող ենք ունենալ երբ որ միավորենք սպորտը 20-րդ րոպեն անցել ենք վարամ մի հարցել էի բայց ուզում անպայման քննարկենք հա արդյոք այն ինչի մասին մենք հիմա զրուցում ենք տեխնիկապես հնարավոր է անել առանց պետության աջակցության խոսքը բանի մասին է գոնե հայկական սպորտը ավելի տնտեսական դարձնելու այդ տեսանկյունից ավելի էֆեկտիվ դարձնելու մասին հա իհարկե հնարավոր է Ես վստահ եմ որ հնարավոր է նույնիսկ բանը նույնիսկ երևի ավելի այս պայմաններում ավելի հեշտ է այդպես քանի որ պետության մասնակցությունը միշտ ինչ-որ քաղաքական ենթատեքստ է կրում, հա, իսկ sense բաներ պետք է քաղաքական ենթատեքստով չլինեն, որտեղ իրենք ավելի շատ ազգի զարգացման ոնց որ էթնիկական մեր զարգացման կարևոր դերակատարություն ունեն ու այստեղ քաղաքական ենթատեքստ մենակ խանգար է։ Հա, կարծում եմ որ հնարավոր է, ու ասեմ ավելի նորից ես միշտ մտածում եմ, էլի, այսինքն ես ինչքանով կարանք արդյունավետ աշխատենք, եթե ունենայինք, չգիտեմ, $10 միլիոն, օրինակ, գործարար կապել Մանտուշյանցի իրականում չեմ կարող հասկանամ կարանք թե չէ մեզ պետք է $10 միլիոն զարգացման համար թե չէ չեմ հասկանում որովհետև մենք պետք է զարգանանք լիդերների միջոցով հա կարող գումար ունենանք այդ լիդերներին ավելի հեշտ գտնենք բայց հետո գտնելուց հետո պետք է այդ մարդկանց հետ աշխատենք որ նույն արժեհամակարգ կրենք եւ այլն այնպես բավական երկար աշխատանք է պետք հիմա դրա համար այդ բանը կա էլի այդ խնդիրը միշտ մեր առաջ կա որ բայց պետության խառնվելով շատ բան օգտակար կլինի շատ բան կարելի է փոխել նույն չգիտեմ կրթության նախարարությունը եկեղեցու հետ միաժամանակ բոլոր եկեղեցիներին կից բացում հայկական դպրոցներ որ ինքնությունը այնտեղ զարգանա եւ այլն մշակույթի նախարարությունը մշակութային ինչ-որ կենտրոնները բացում բոլոր եկեղեցիներին կից եւ այլն այսինքն այտենց շուտ բաներ կա որը որ հա բնականաբար կուժեղացնի ուղղակի պետք է նպատակ դնենք էլի պետությունը պետք է նպատակ դնի հետո այս նպատակով գնա մենք պետք է նպատակ դնենք այդ նպատակով գնանք Եկեղեցու ցանցը շատ ափսոս է, ես համաձայն եմ։ Այսինքն ինքը այլևս գործող ցանց է, որը դու, չգիտեմ, 100 տարուց պակաս ժամանակում չես կարող ստեղծես։ Այդ ցանցը էլի, ասես։ Նույնիսկ աշխարհի բոլոր փողերով։ Հա, ինչ ուզում ելնի մեկը։ Պարադոքսն է նա, որ խորհրդային միությունում դա հասկացել են։ Իսկ խորհրդային միությունը ինչ որ հարաբերություններ ա ունեցել հայրաքելական եկեղեցու հետ եւ ներսը եւ Սփյուռքում։ Հիմա ավելի տարեց ռադիո լսողների համար դա գաղտնիք չի որ այդ հարաբերությունները եղել են։ Իհարկե։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ոնց որ տենց չի ուզում, ասում է չէ մենք առանձին ենք, թող տենց եկեղեցին գնա իր հարցերով զբաղվի։ Խորհրդային միության գաղտնի ծառայություններն են օգտագործել։ Դե ես չէի ուզում ասել որ գաղտնի ծառայությունների մասին է խոսքը, հա։ Իրենց, հա։ Եվ եկեղեցին եւ Սփյուռքը եւ այլն, այսինքն ֆունկցիոնալ նշանակություն ունեցել իրենց, բայց մեր պետության համար հիմա ֆունկցիոնալ նշանակություն չունի էլի։ Իսկ այդ մեծ իմպերիան ընկալել է, որ այս փոքր ժողովրդի այս ձևավորված ցանցը կարա պիտանի ելնի, կարա օգուտ բերի, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ տենց համարում է, որ չէ ոչինչ։ Նույն բանի հանդիպումը Ռուզվելտի, Ստալինի եւ Չերչիլի, որ Թեհրանում եղավ, այդ հայկական ցանցի միջոցով մահա փորձը դադարեցվել, այսինքն Իրանի
հայրի միջոցով, հայկական ցանցի միջոցով կարողացել են այդ 3 նախագահների կյանքը փրկեն, որ գերմանացիները մահապորցեն կիրառել, չէ՞։ Վարդանյան հետախույզը եւ այլն, հայտնի պատմությունը, որ Google-եք կամ ChatGPT-ին հարցնեք կպատմի, այո։ Հետեւաբար այդ ամեն ինչը օգտագործել է խորհրդային միությունը, իսկ մենք չենք օգտագործում որպես պետություն։ Այդ շատ զարմանալու է, ու այնպես չի որ դա նոր է սկսի, այսինքն դա ոչ նոր իշխանությունների խնդիրն է, նախորդնել էր տենց, նախանախորդնել էր տենց, այն ամենանախորդնել էր տենց, այսինքն մենք 91 թվից մեծ հաշվով ունենք չպարզած հարաբերություններ Սփյուռքից, Սփյուռքն էլ մեզ հետ։ Մաքսիմում մի հատ Հովնանյան, մի հատ չգիտեմ Էռնիկյան եւ այլն, բայց 5 ընտանիք։ Հա, բայց 5 ընտանիք, չգիտեմ 50,000 ընտանիքից 5-ն են ուղղակի, էլի կամ մոտավորապես 5 ընտանիք կա, որ ինչ որ ազդեցություն ունի Հայաստանի կյանքում, Հայաստանի Հանրապետությունն էլ կարծում եմ Սփյուռքում այնպես չի, որ ինչ որ ազդեցություն ունի։ Հա, շատ թույլ, հա։ Ոչ ցանկություն ունի, երևի թե ոչ էլ հնարավորություն մեծ հաշվով, էլի։ Այո։ Այսքան է երևի թե այսօրվա համար։ Սիրելի ռադիոլսողներ, շարունակեք մեզ լսել, նայեք նաև մեր նախորդ թողարկումները։ Ով էս թեմայով հետաքրքրվեց, ում դուր եկավ էս թեման, առաջարկում եմ համացանցում գտնել նաև պարոն Աֆեյանի հետ հարցազրույցը, որ Վարամը նախորդ թողարկման ներառել, բավականին հետաքրքիր հարցազրույց էր, ես մեծ հաճույքով եմ լսել, բաժանորդագրվեք նաև մեզ սոցիալական հարթակներում, շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք այսօր այսքանը։